Աշուրայա, Աշուրայա, ախնան թլիխե ուպշմիտե, իվախ կտաթեդ բորջե, ախնան իվախ ինչիլե, կայթ տարփետ իլանեդ բալութա ունվայթե, շմիլուն զմարյաթե կայթ հարյաց սուսվաթե, բդմայա ասուսվաթե փոխա, իքըտ թլիկենա բորջո ումդիաթե իքելան ինվե, կատ գյոլբո բսյարևա ուրխվաթե, ռխկա ուպկուրբա աթրվաթե, իքելա գյաբարթա բորջե բաբել, կատլետվալա ալո դայմանե, կայանդետ Ռոդոս, իվախա մնաջեբութե ալան։ Ասորեստան, փառահեղ անցյալով հնագույն քաղաքակրթություն։ Հին Ասորեստան, Բաբելոն, Նինվե, Գավավոր ցուլերի քաղաք, արձաններ, կոթողներ, Իշտարի ամրոցը, գիրուգրականություն, Հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը Շամիրամի այգեստանը, աշխարհում առաջին Համուրաբի օրենսգիրքը, կերտված ժայռի վրա, որի առաջավասար էին թե թագավորը և թե ժողովուրդը, և որը մինչ այժմ ուսումնասիրում են իրավաբանական ֆակուլտետներում, Աշուրբանիպալի գրադարանը, այնպիսի մի քաղաքակրթություն, որով հիանում էին նույնիսկ նվաճողները։ Ասորիները էթնիկ խումբ են Միջին Արևելքում, այն որպես պետություն ստեղծվել է Քրիստոսից առաջ 25-րդ դարում, Աշուր քաղաք պետության հիման վրա և գոյատևել է մինչև կործանումը, Քրիստոսից առաջ 612-ից 605 թվականներ նկատ ժամանակաշրջանը։ Դարեր շարունակ այս խաչմերուկում կրկնվող պատերազմները ստիպեցին Ասորուն լքել իր հայրենիքը։ Ասորեստանի պատմությունը հագեցած է հաղթանակներով, հարուստ մշակույթով և հիասքանչ ժառանգությամբ։ Ասորիները հայտնի են իրենց կազմակերպված ու հզոր պետությամբ, խելամիտ կառավարմամբ, ճարտարապետական մեծ շինություններով և զարգացած գիտություններով։ Ասորիները կառուցել են տպավորիչ տաճարներ ու պալատներ, պատերը զարդարել են բարդ փորագրություններով ու որմնանկարներով։ Նրանց երաժշտությունն ու պարերը արտացոլում են ազգային հոգևորությունը, իսկ բանահյուսությունը ժողովրդի հավատալիքներն ու պայքարը։ Միջագետքի հզոր պետություններից մեկի Ասորեստանի երբեմնի հզորությունը այսօր լեգենդ է դարձել, բայց Ասորի ժողովուրդը հավերժում է որպես հետաքրքիր ինքնություն ունեցող մի ազգ, որ թեև փոքր, բայց չի ձուլվում այլոց մեջ և աշխարհին է շարունակում ներկայանալ տոներով, ծեսերով և սերունդ կրթելու նախանձախնդրությամբ, ապրելով որպես կենդանի կամուրջ անցյալի և ներկայի միջև։ Քաղաքակրթության ակունքներում կանգնած Ասորի ժողովուրդը չի կարող վերանալ։ Ասորու հանդիպելիս պետք է ոչ թե զարմանալ, այլ մտածել, որ հանդիպել ենք պատմությանը, որովհետև ասորեն հանդիպել է պատմության հետ։ Ժամանակակից ասորիները թերևս եզակի ազգերից են, ովքեր առանց պետականության հազարավոր տարիներ պահպանել են իրենց պետությունը շնորհիվ լեզվի, մշակույթի և իհարկե եկեղեցու։ Հայ-ասորական կապերը հասնում են հնագույն ժամանակներ։ Երբեմնի հզոր Ասորեստանի ճանապարհին հայտնված Վանի կամ Արարատյան թագավորությունը, որն ասորիները կոչում էին Ուրարտու, կասեցնում է Ասորեստանի առաջխաղացումը։ Արդ վերադարձեք Նինվե և ասացեք Շամիրամին, որ Արան չունի սովորություն գոռոզ ոճին պատասխանելու խոնարհությամբ։ Ահա ձեզ, ոճս։ Արա գեղեցիկ և Շամիրամ առասպելը համաշխարհային մշակույթի պատմության մեջ հիշատակվող առաջին սիրո պատմությունն է երկու հզոր տիրակալների միջև, բայց այս բոլորը հեռու անցյալում։ Հայ-ասորական երբեմնի թշնամական հարաբերությունները քրիստոնեության մուտքով փոխվում են, որովհետև երկու ժողովուրդներն էլ առաջինն են ընդունում մարդասիրական կրոնը և շատ հարցերում սատարում միմյանց։ Հայ-առաքելական եկեղեցուց ասորական եկեղեցին տարբերվում է նրանով, որ պատարագը մատուցվում է դասական ասորերենով կամ արամերենով։ Ունեն զուտ ասորական եկեղեցու աղոթքներ։ Ասորական եկեղեցու պատարագամատույց, բայց եկեղեցիների պատարագների գաղափարները նույնն են։ Մովսես Խորենացու, Ագանթագեղոսի հայոց պատմության մեջ տեղեկություններ կան, որ Թադեոս և Բարտողոմեոս առաքյալների հետ նրանցից հետո էլ Հայաստան են եկել և քրիստոնեություն քարոզել ասորի քարոզիչները։ Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ասորիները օգնում են ռուսական զորքին, և քանի որ պատերազմի ավարտից հետո նրանց վտանգ էր սպառնում, ուստի ռուսական զորքերի հետ որոշ թվով ասորիները տեղափոխվեցին սկզբում Նախիջևան, իսկ հետո Արարատյան դաշտ։ Ասորական ամենամեծ համայնքները գտնվում են հյուսիսային Իրաքում, իսկ Հայաստանում ասորիները թվով երրորդ ազգային փոքրամասնությունն են։ Հայաստանում ապրում է մոտ 3000 ասորի։ Նրանք այստեղ հիմնականում բնակվում են 4 համայնքներում։
Արարատի մարզի Դմիտրով և Վերին Դվին գյուղերում, Արմավիրի մարզի Նոր Արտագերծ գյուղում, Կոտայքի մարզի Արզնի գյուղում և այլուր։ Ասորիները, որտեղ հիմնում են գյուղ կամ բնակավայր, հիմնում են եկեղեցի, դպրոց, որպեսզի ուսում ստանան և պահպանեն իրենց լեզուն։ Ասորական գյուղերի եկեղեցիներն ունեն իրենց տոները։ Վերին Դվինում է գտնվում Մարտ Թումա եկեղեցին, Արզնիում է գտնվում Մատ Մարիամ եկեղեցին, որը ասորիները կառուցել են 1828 թվականին Պարսկաստանից Հայաստան գալուց անմիջապես հետո։ Եկեղեցում դրված են 4 սյուներ, որոնք բերվել են Պարսկաստանում գտնվող իրենց եկեղեցուց։ Ասորիները ներգրավված են մարզերի քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային զարգացման գործընթացներում։ Ասորական համայնքների ներսում չգրված օրենք է հաղորդակցվել մայրենի լեզվով։ Լեզուն ասորական մշակույթի մյուս կարևոր հենասյուներն է, որը անտիկ ժամանակների հին արամերենի էվոլյուցիա ապրած տարբերակն է։ Ասորերենը պատկանում է սեմական լեզվաընտանիքին։ Ասորերենը, եբրայերենը, եթովպերենը, արաբերենը կոպտերի լեզուների մեկ ընտանիք են։ Ասորական կայսրությունը եղել է սեմական լեզվով խոսող գլխավոր միջագետքյան կայսրությունը հին մերձավոր արևելքում։ Այսօր ասորիների և մասնավորապես հայաստանաբնակ ասորիների մեծամասնությունը խոսում են արևելյան արամերենով։ Ասորեստանի անկումից հետո ասորական գրականությունը գործնականորեն վերացել է, իսկ Իրաքյան պատերազմի ժամանակ հիմնահատակ ավերվեցին Աշուրբանիպալի թանգարանը և գրադարանը, որը հնագույնն էր աշխարհում, և ասորիների դարերի ընթացքում կուտակած մշակութային ժառանգությունը ոչնչացավ։ Հնագույն ազգերից մեկը մոռացության էր մատնվում։ Մեծն Ալեքսանդրը խոնարհվեց ասորական ժողովրդի մշակույթի առջև և գրավեց Բաբելոնը։ Գրեթե 2600 տարի պետություն չունեցող ասորիները ջանք չեն խնայում լեզուն պահպանելու համար։ Ասորական այբուբենը կազմված է 22 տառից, բոլորն էլ բաղաձայն։ Զարմանալի է, ինչպես կարելի է միայն բաղաձայներով կազմել բառ, առավել ևս նախադասություն։ Ասորիներն ունեն լրացուցիչ տառեր, հատուկ նշաններ, որոնք դրվում են տառի տակ և տառի վրա, և ստանում են ձայնավոր տառեր։ Ասորական լեզուն չունի մեծատառ և փոքրատառ։ Ասորիները գրում են աջից ձախ և տետրի հետևից, հարմարության համար։ Ասորիների մոտ ընդունված է, որ տատիկ պապիկներն են զբաղվում ասորերենի ուսուցմամբ։ Ասորերենի դասաժամերին ուսումնասիրվում է ասորերեն լեզու, գրականություն, իսկ բարձր դասարաններում նաև պատմություն։ Ասորիների մոտ արտահայտված է նաև իրենց ժողովրդական երաժշտությունը։ Ասորական ժողովրդի համար ևս աբուբան, զորնան և տավլան, դհոլը դարձել են առավել տարածված երաժշտական գործիքներ։ Այս տարի ասորիները դիմավորել են 6775 թվականը։ Նրանց նոր տարին Խաբ Նիսանը տոնվում է ապրիլի 1-ին։ Նոր տարին եղել և մնում է կրոնական և ազգային ամենանշանավոր տոներից մեկը։ Բոլորը ծիծաղում և ուրախանում են։ Այն տևում է 15 օր։ Տոների ընթացքում ղեկավարը 3 օրով ցած է դնում իր լիազորությունները և նրա փոխարեն նշանակվում է այլ ղեկավար, ով կոչվում է Սուտի թագավոր։ Ազգային հագուստում գերիշխում են կարմիր կապույտ, դեղին, կանաչ և մանշակագույն գույները։ Ասորական հարսանիքը 3 օր է տևում։ Առաջին օրը մսացուն է, որը տեղի է ունենում Փեսայի տանը։ Այդ օրը հարսն ու Փեսան չպետք է իրար տեսնեն և հանդիպեն, վատ նշան է խորհրդանշում։ Երկրորդ օրը բուն հարսանիքն է, տոնում են ինչպես բոլորը։ Երրորդ օրը Խաշի օրն է, շատ են հայ-ասորական ամուսնությունները։ Ոչ միայն հարսանիքին, այլ նաև ցանկացած այլ առիթի ասորիները պարում են Շիրխանի, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր ասորի։ Ասորական պարերին բնորոշ են արևելյան մոտիվները։ لحمة خيان من خطلة خمران مكرمان بقلة
جبخيات نونيات زمرن چنار شمايا برق الطور دشياتي يعرطو تنسون دعاتي جبخيات نونيات زمرن چنار شمايا برق الطور دشياتي همان كان كالو عرا خدنا من عبور زارا خويا دن بان المارا هاتخ كل بيرا فرا همان كان كالو عرا خدنا من عبور زارا خويا دن بان المارا هاتخ كل بيرا فرا نوران رام خواره دنبي ولمي حكياره وصاد أخي قاره بديقة بدنيا من دوره بديقة بدنيا من دوره Ազգային խոհանոցները մեզ օգնում են ավելի ու ավելի խորությամբ զգալ ու ճանաչել մեր կողքին ապրող ազգերին։ Անգամ մեկ ուտեստը կարողանում է փոխանցել տվյալ ազգի մի ամբողջ պատմություն։ Աշխարհի խոհանոցներից է ասորիների խոհանոցը։ Ասորիների խոհանոցից անպակաս են բրինձը, միսը, լոլիկը եւ կարտոֆիլը, հացահատիկը բազմազան համեմունքներով։ Ասորիների ազգային ուտեստներից է մրթուխան, պատրաստվում է մարզայա եկեղեցական տոնին, հունիսի 14-ին։ Սուրբ Մարզայան շատ հիվանդություններ է բուժել։ Նրա մոտ մի օր գալիս է կոկորդի ցավով, անգինայով հիվանդ մի մարդ, ում կոկորդին նա դնում է կարագի մեջ բոված ալյուրը տաք վիճակում։ Մրթուխա պատրաստելու համար ասորիները հավաքում են մեծ քանակությամբ ալյուր, յուղ, կաթ եւ ձու։ Թավան դնում են կրակին, յուղը հալեցնում ենք։ Լցնում ենք ալյուրը։ Այնքան ալյուր պետք է լցնել, որ մի քիչ բնդանա։ Լավ խառնել, որ բովվի։ Եթե ջրիկ եղավ, չի ստացվի։ Խառնում ենք անընդհատ, երբ ալյուրը բովվում է, լցնում ենք իրար խառնած կաթն ու ձուն։ Ձուն լցնում ենք նրա համար, որ լինի փխրուն եւ համեղ։ Լավ խառնում ենք։ Պատրաստման գործընթացը բավականին դժվար է, մեծ ուժ է պահանջում։ Հիմնականում ասորի տղամարդիկ է խառնում։ Պատրաստվում է մեծ ամաններում։ Ափսեների մեջ լցնելուց հետո ասորիները վրան պատկերում են իրենց դրոշը։ Մրթուխան նաև մատաղ է համարվում։ Ասորիները եփում ու բաժանում են։ Հայկական հալվայի նման է, բայց առանց շաքարի։ Պասուց տոլմա։ Պատրաստման համար անհրաժեշտ է լոբի, սիսեր, բրինձ, ոսպ, ձավար, կանաչի, աղ, սող, խաղողի տերև, մանրացրած ընկույզ, ձեթ։ Թավայի մեջ լցնել ձեթը, մանր կտրատած սոխը, սոխառած անել, վարդագույն սարքել։ Եփած լոբին, սիսերը, ձավարը, բրինձը, ոսպը, խառնել իրար, թարմ կանաչի լցնել, ավելացնել սոխառածը, խառնել,
Փաթաթել խաղողի տերևի մեջ։ Երեսը տերևով ծածկում ենք։ Ընկույզ ենք շաղ տալիս։ Ջուր ենք լցնում ու դնում կրակին։ Մոտ կես ժամ եփել։ Հայկական պասուս տոլմայից տարբերվում է նրանով, որ երբ փաթաթում ենք, դասավորում կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք մարացրած ընկույզ, իսկ միջուկի մեջ լցնում ենք թարմ կանաչի և փաթաթում ենք խաղողի տերևով։ Բուշալա։ Այս ուտեստը հայտնի է նաև ասորական սպաս անունով։ Բուշալա պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մածուն, ձավար, ձու, կաղամբ, ալյուր, կանաչ պղպեղ, կանաչներից համեմ, նեխուր, կանաչ սոխ։ Մածունն ու ձուն լավ խառնել, ավելացնել ալյուրը։ Կտրատել կանաչիները և կաղամբը։ Մածունի վրա լցնել ձավարը և պղպեղը։ Դնել գազօջախին, ավելացնել կարագը, կանաչիները և կաղամբը։ Եռալուց հետո ավելացնել եռացրած ջուր։ Խառնել մինչև պատրաստ լինելը։ Լցնել ափսեները և մատուցել։ Ժաժիկ։ Առավոտյան նախաճաշին են մատուցում։ Պատրաստման համար անհրաժեշտ է կաթնաշոր, կարագ, համեմ, կանաչ սոխ, պղպեղ, լավաշ։ Կաթնաշորը լցնել ամանի մեջ, ավելացնել համեմ, կանաչ սոխ, խորանարդիկներով կտրտած կարագը, ավելացնել մանր կտրատած պղպեղ, խառնել։ Ավելացնել մի պտղուն ցաղ։ Փաթաթել լավաշի մեջ։ Ասորիները ժաժիկը մատուցում են լիմոնիում խոտաբույսով պատրաստված թեյի հետ։ Խմում են նաև սև թեյ, շաքարավազով կամ կաթով։ Բրյանի։ Պատրաստման համար անհրաժեշտ է հավի կրծքամիս, կարտոֆիլ, բրինձ, կանաչ ոլոր, վերմիշել, չամիչ, նուշ կամ հնդկական ընկույզ,
կարի, խմելի սունելի, սխտորի փոշի, սև պղպեղ և ձետ։ Հավի կրծքամիսը կտրտել, տապակել։ Առանձին տապակել նաև կարտոֆիլը, վերմիշելը, չամիչն ու հնդկական ընկույզը։ Բրինձը լցնել թավայի մեջ, վրան ջուր լցնել։ Ավելացնել համեմունքները։ Խառնել, թողնել եփվի։ Եփած բրինձի վրա լցնել տապակած կարտոֆիլը, հավի կրծքամիսը, վերմիշելը բոված վիճակում, կանաչ ոլորը, չամիչն ու հնդկական ընկույզը, խառնել, լցնել ափսեի մեջ և մատուցել։ Ասորական ուտեստներն իրենց մեջ կրում են դարերի պատմություն, հուշեր, ընտանեկան ջերմություն և ազգային հպարտություն։ Այս նախագծի ընթացքում մենք ոչ միայն սովորեցինք պատրաստել այդ համեղ ուտեստները, այլև շփվեցինք մի ամբողջ մշակույթի հետ, զգացինք նրա ոգին ու խորությունը։ Մշակույթը սկսվում է մանրուքներից, համեմունքների բույրից, կրակի վրա եփվող ճաշի ձայնից, մոր ու տատի ձեռքերից փոխանցված բաղադրատոմսերից։ Եվ հենց այդպես, մի ուտեստով, մի ժպիտով, մի պատմությամբ մշակույթը պահպանվում է։ Շնորհակալ ենք, որ եղաք մեզ հետ այս համեղ ու հոգեշարժ ճամփորդության ընթացքում։ Թող ազգերի բազմազանությունը միշտ լինի մեր ուժը, իսկ մշակույթը միավորող կամուրջ։